Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում ավարտվել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի բանակցությունները։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։ Հանդիպումը տևել է շուրջ 35 րոպե։ Ըստ ՏԱՍՍ-ի կողմերը հիմնականում քննարկել են Ուկրաինայի պատերազմի կարգավորման հարցը։ Վաշինգտոնը հանդիպման արդյունքների վերաբերյալ առայժմ պաշտոնական հայտարարություն չի տարածել։ Սա Լավրովի եւ Ռուբիոյի արդեն 4-րդ հանդիպումն է 2025 թվականից ի վեր։ Նրանք նախկինում բանակցություններ էին վարել Ռիադում, Կուալա Լումպուրում եւ Նյու Յորքում։ Հանդիպումը կայացել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Սաուդյան Արաբիայի հետ միջուկային էներգիայի տեխնոլոգիաների համատեղ օգտագործման համաձայնագիրը։ 30 տարվա ժամկետով նախատեսվող համաձայնագիրը հնարավորություն կտա ամերիկյան ընկերությունների մասնակցությամբ մշակել միջուկային ծրագիր եւ համատեղ ուսումնասիրությունից հետո Սաուդյան Արաբիայում կառուցել ուրանի հարստացման կայան։ Միաժամանակ որոշ օրենսդիրներ մտահոգություն են հայտնում, որ Սաուդյան Արաբիային ուրանի հարստացման հնարավորություններ տրամադրելը կարող է մեծացնել միջուկային տարածման եւ սպառազինության մրցավազքի ռիսկերը։ Եմենի իրանամեթոթիները հայտարարել են, որ Կարմիր ծովում հարվածել են Սաուդյան Արաբիայից նավթ տեղափոխող 2 նավի, նշելով, որ գործողությունն իրականացվել է Սաուդյան Արաբիայի դեմ հայտարարված ծովային շրջափակման շրջանակում։ Բրիտանական Vanguard ընկերության տվյալներով Սաուդյան Էնսելիա նավթատարը Ջիզանի նավահանգստի մոտ աղետի ազդանշան է ուղարկել հրթիռային հարվածներից հետո։ Նավի առաջնամասում հրդեհ է բռնկվել, սակայն անձնակազմի կյանքին վտանգ չի սպառնում։ Լարվածությունը պահպանվում է նաև Հորմուզի նեղուցում։ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ այնտեղ նավթատար է բռնկվել ականի պայթյունից հետո։ Միաժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները 12-րդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։ Իրանական մեհեր գործակալության տվյալներով Իրաքի հետ սահմանին գտնվող Շալամչե անցակետում ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 11 մարդ։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Հորդանանի արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին, նաև իրաքյան Քուրդիստանի Էրբիլ քաղաքում տեղակայված Ամերիկայի Միացյալ Նահանգների ուժերին։ Միաժամանակ հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Թայֆուն կործանիչները Կիպրոսից օդ են բարձրացել Հորդանանի օդային տարածքում իրանական անօդաչու թռչող սարքեր որսալու նպատակով։ Ուկրաինան դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին պահանջելով հուլիսի 27-ին արտահերթ նիստ գումարել Սև ծովում քաղաքացիական նավերի վրա Ռուսաստանի հարձակումների հարցով։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի խոսքով վերջին օրերին Ռուսաստանը հարվածել է առնվազն 3 քաղաքացիական բեռնանավի։ Նա հայտարարել է, որ Սև ծովի առևտրային երթուղիների թիրախավորումը վտանգում է համաշխարհային պարենային անվտանգությունը եւ կարող է հանգեցնել սննդամթերքի գների աճի։ Ռուսաստանն իր հերթին պնդում է, որ Ուկրաինան քաղաքացիական բեռների անվան տակ Սև ծովով ռազմական նշանակության բեռներ է տեղափոխում։ Ուժեղ փոթորիկն ու քամու պոռթկումները խաթարել են Ստամբուլի օդանավակայանի աշխատանքը։ Տեղեկությունների համաձայն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մի շարք ինքնաթիռներ չեն կարողանում վայրեջք կատարել Ստամբուլի օդանավակայանում։ Հնարավոր տուժածների եւ չվերթների ուշացումների կամ չեղարկումների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում եւ Ուգանդայում էբոլա տենդից մահացածների ընդհանուր թիվը հասել է 1001-ի։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ ԿԴՀ-ում գրանցվել է 999, իսկ Ուգանդայում 2 մահվան դեպք։ Լաբորատոր հաստատված վարակների թիվը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հասել է 2473-ի, Ուգանդայում 20-ի։ ԿԴՀ-ում եւս 322 դեպք դիտարկվում է որպես էբոլայի հնարավոր վարակ։ Երկու երկրներում ընդհանուր առմամբ ապաքինվել է 501 մարդ։